Օգոստոսի 27-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եղբոր Գևորգ Ներսիսյանի և նրա որդու Համբարձում Ներսիսյանի գործով հերթական դատական նիստը։ Դատավարությունը եզրափակիչ ելույթների փուլում է։ Նախորդ նիստին հանրային մեղադրողներն էին ներկայացել եզրափակիչ ելույթով, այս նիստում հանդես է եկել փաստաբանական խումբը։ Փաստաբան Էմին Խաչատրյանն իր եզրափակիչ ելույթում հանգամանալից անդրադարձավ 2025 թվականի նոյեմբերի 1-ին Ոսկեհատ համայնքում նախընտրական քարոզարշավի ընթացքում Ներսիսյանների տան դիմաց տեղի ունեցած ենթադրյալ միջադեպի մանրամասներին։ Վկայակոչելով տեսախցիկների արձանագրած նյութերը, պաշտպանը նշեց, որ որևէ հանցակազմ պարունակող գործողություն տեղի չի ունեցել և առաջադրված մեղադրանքն իրականում զուրկ է փաստական հիմքերից։ Այստեղ շատ կարևոր է, որ մարդը ի սկզբանե արդեն վարույթ իրականացնող մարդուն հայտնում է սուտ տեղեկություններ ու այդ սուտը ամրապնդելու համար բխեցնում է հաջորդ սուտը ու դրա արդյունքում ունենում ենք այս իրավիճակը ու իմ համար շատ ցավալի է, մենք բազմիցս այս դատավարության սկզբնական փուլում խոսել ենք, ոնց ասեմ, որ առավել իրավական լինի ու վիրավորական չլինի, վարույթ իրականացնող մարդի կողմից թերի, միակողմանի ու ուղղորդված քննության մասին։ Էմին Խաչատրյանը մատնանշեց փաստական այն հակասությունները, որոնց քննչական մարմինը չի անդրադարձել և գործն ուղարկել է դատարան։ Գործով հիմնական վկան Գառնիկ Ղազարյանն է։ Նրա և Ներսիսյանների միջև այդ օրը տեղի է ունեցել երկխոսություն, ըստ փաստաբանի Ղազարյանն իրարամերժ ու հակասական ցուցմունքներ է տվել, իսկ նրան ուղղորդել է Հանրապետություն կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանը։ Փաստաբանական կողմը ներկայացրեց Ոսկեհատ համայնքում միջադեպի բացակայությունը փաստող մի քանի հիմնական հանգամանք։ Նախ քարոզարշավը կայացել է ըստ նախատեսվածի։ Քարոզարշավի մասնակիցներից որևէ մեկը, անգամ քարոզարշավն ուղեկցող ոստիկանները արտառոց դեպքի մասին չեն փաստել, իսկ տեսանյութերը հերքում են։ Գառնիկ Ղազարյանի պնդումը այն մասին, թե ինքը բուկլետ է տվել Համբարձում Ներսիսյանին, իսկ վերջինս հրաժարվել է վերցնել։ Վկան հայտնել է, որ բնակիչները չէին ցանկանում վերցնել բուկլետներ և շփվել քարոզչական խմբի հետ թեկնածուի նկատմամբ ունեցած վերաբերմունքի պատճառով։ Այս հանգամանքը ուղղակիորեն վերաբերվում է պատճառահետևանքային կապին։ Մեղադրանքի համար բավարար չէ ցույց տալ, որ քարոզչական գործողությունը որոշակի վայրում ունեցել է սահմանափակ արդյունք։ Անհրաժեշտ է ապացուցել, որ այդ արդյունքը հենց մեղադրյալների կոնկրետ գործողությունների անմիջական հետևանքն է կամ նրանց ազդեցության հետևանքն է։ Պատվարժան դատաստան Պաշտպանական կողմի պնդմամբ Համբարձում Ներսիսյանը պարզապես հրաժարվել է մասնակցել իրենց գյուղում Հանրապետություն կուսակցության Վաղարշապատ համայնքի թեկնածու Հարություն Մկրտչյանի նախընտրական հանդիպմանը։ Փաստաբանները բազմիցս ընդգծել են, որ գործի հիմքում առկա է քաղաքական ուղղորդում և այն իրականացվում է հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի շրջանակներում։ Ըստ պաշտպանների, գործին կցված ապացույցները, տեսագրություններն ու ցուցմունքները փաստում են, որ Ներսիսյաններն ու նրանց ընտանիքի անդամներն այս ամիսների ընթացքում անհիմն անազատության մեջ են պահվել և բազմաթիվ զրկանքներ կրել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 28-ին, որի ընթացքում եզրափակիչ ելույթով հանդես կգա փաստաբան Արա Զոհրաբյանը։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։